Ուզում եմ գիտեք ինչից սկսեմ։ Այս պոռնկածինից նախ այս որ Ամերիկա խաղացնում են Թրամպը սենց ասեց, в общем Նիկողոսը սենց ասեց, Պետրոսը սենց ասեց, Ախմեդը սենց ասում, այս վիժվածքները բնականաբար, որոնք ձեզ մատուցում են իբր թե դա փաստաթուղթ է, այդ փաստաթուղթն էլ իբր թե քննարկման առարկա է դարձրել։ Ի սկզբանե ասեմ, այս բոզի տղաները բոլորն էլ իրականում գոյություն չունեն, որպես որչապետ, որպես համակարգեր, որպես ոնց որ ասած մարդիկ, որոնք իրավասու են, որովհետեւ խնդիր կապված մեր ազգի, մեր պետության հետ, բարձրաձայնել կամ դրա շրջանակներում բանակցություններ անել։ Սրանք բոլորն էլ գոյություն չունեցող վիժվածքներ են, որոնք որևիցե նորից եմ ասում իրավասուբյեկտություն, իրավունք չունեն մեր խնդրու առարկաների, մեր պետության, մեր Արմենիայի վերաբերյալ, որևիցե տարածքի, նրա կարգավիճակի վերաբերյալ, որևիցե բանակցություն տանեն, որևիցե քննարկում անեն։ Սա առաջնահերթ։ Երկրորդը, հիմա ես ուզում եմ նաև այս պոռնկածինը ձեզ մատուցում էր իբր թե դրա իրավասուբյեկտության կարգավիճակը, ամբողջականության, անվտանգության, մեր իրավասությունը այս տարածքներում եւ այլ եւ այլ։ Հիմա ես ձեզ կմատուցեմ իր իսկ խոսքերով, որի վերաբերյալ, եթե մենք ունենայինք համակարգ կոչվածներ կամ եթե մենք ունենայինք պետություն, ապա այդ պետություն կոչվածը առնվազն անմիջապես այս պոռնկածինին իր համակարգերով, իր կույսակցություններով, իր այն քաղաքական կոչված պոռնիկներով, որոնք իբր թե քաղաքագետներ են, իրավագետներ են, սրանց բոլորին պետք է գնդակահարել։ Սկսենք։ Один момент. Մի րոպե։ Один moment։ Հիմա այս էլ ասենց հարավալը կաշայլի։ Հիմա բացեմ ես մյութը։ Նախ սկսեմ դրանից հերթականությամբ, էլի, հա։ Один moment։ Բայց կա մի կարևոր առանձնահատկություն չէ, այսինքն հիմա այս համատեքստում դառնում է մի նրբություն, որի վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Հարավկովկասյան երկաթուղու, հա, տիրապետում են այդ տարածքները, երկաթուղիները ամբողջ իրանց տիրապետության ներքո են եւ այլն, բայց Հարավկովկասյան երկաթուղու տիրապետած տարածքի մի քառակուսի միլիմետր տեղ չկա, որտեղ օրինակ Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները սահմանափակված են, որտեղ օրինակ Հայաստանի որևէ պետական մարմնի առնչվող լիազորությունները սահմանափակված են։ Այսինքն այդ ամբողջ տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության իրավազորության եւ ինքնիշխանության ներքո։ Կարողացա ներկայացնել։ Այսինքն, եթե ոստիկանությունը հարց ունի, ոստիկանությունը օրենքով է սահմանափակված, ինչպես Հայաստանի Մի րոպե։ Ուշադիր եղեք ամեն մի բառի արտահայտության վրա, որը շատ մեծ նշանակություն ունի, որի բացատրականը նաև ես ձեզ կտամ։ Ուշադիր եղեք։ Так։ Մի րոպե։ Արտապատվիրակված։ Հիմա նախ ինչ է նշանակում արտապատվիրակված։ Առանձնահատկություն չէ,
ինչ է նշանակում արտապատվիրակել։ Արտապատվիրակել բառացիորեն եմ ասում, թարգմանությունը նշանակում է տալ լիազորություններ, իրավասություն։ Այսինքն տալ քո իրավասությունը, քո լիազորությունները, տալ ասենք մեկին կամ մի խումբ կամ կազմակերպությանը կամ այսինքն այն բոլոր իրավասությունները, այն բոլոր լիազորությունները տալ մեկ այլ կազմակերպության կամ ում հետ հարաբերություններ ում ծախել ես, ասենց ասեն, տալիս ես դրա։ Հիմա սկսենք սրա մեկնաբանությունները։ Նախ, եթե դու տալիս ես լիազորություններդ որևիցե մեկին, ապա այդ լիազորությունների տիրապետությունը արդեն իսկ հանձնած անձնավորությունը ամբողջությամբ տիրապետում է եւ կիրառում է այն բոլոր իրավասությունն ու լիազորությունները, որը նախկինում կար X անձի նշված դեպքում իբր թե այս բոզի տղու ձեռքին։ Նախ այս բոզի տղան որևիցե իրավասություն չունի, իրավունք չունի, որովհետև նա իրավասուբյեկտ չի, նա օրինական չի։ Սա պետական դավաճան է, միջազգային հանցագործ։ Բացի դա, ես նաև ձեզ հիշեցնեմ, որ ըստ ձեր գիտակցության, որ ժամանակին ասում եք հեղափոխություն ա կատարվել, որ հեղափոխության հետևանքով կամ հեղափոխության միջոցով սրա դարձել է որչապետ։ Եթե հեղափոխության միջոցով դա դարձած լիներ որչապետ, այսինքն ժողովրդի կողմից ընտրված լիներ որպես անձնավորություն, որը ըստ ձեր գիտակցության համարվում է որչապետ, ապա նա այլևս չէր մտնի ազգային ախոր եւ ազգային ախորի կողմից, այսինքն խերժոյի կողմից չէր նշանակվի եւ նրա համակարգի կողմից չէր նշանակվի որպես որչապետ։ Բացի դա, հաստատումը որչապետի իրականացվում է նախագահի կողմից։ Ինչքան ձեզ հիշողությունը երևի չի դավաճանում, նշված ժամանակահատվածում նախագահ կոչվածը համարվում էր Արմենչիկ Սարգսյանը, որը նշանակվել էր եւս խերժոյի կողմից, որը եւս 6 տարվա քաղաքացիություն չուներ, որի վերաբերյալ ես եւս դատական process-ները տարել եմ եւ որևիցե մեկը նշված հանգամանքները, որ նա օրինական չի եւ չունի Հայաստանի Հանրապետության համապատասխան քաղաքացիությունը, անընդմեջ 6 տարվա, որը հիմք լիներ նրան նշանակելու կամ ընտրելու կամ Այսինքն, նա հաստատվում է Արմենչիկ Սարգսյանի կողմից, որն էլ նշված ժամանակահատվածում ըստ իրան հիշում եք, չէ, ցարն ինաստայաշի եւ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնում էր, որ Արմենչիկ Սարգսյան կոչվածը ոչնչացված է։ Այսինքն նա գոյություն չունի որպես նախագահ, որովհետև նա ապօրինի է, անօրինական է, որի փաստաթղթերը կեղծել էին ոստիկանություն կոչված համակարգը դադախազության ԱԱՑ-ի վերահսկողության ներքո, ազգային ախորի դեպուտանկաների անմիջական մասնակցությամբ։ Այսինքն, լինելով ոչ իրավասու անձ, լինելով ոչ որչապետ, լինելով մի հատ բոզի տղա, որին նշանակել է խերժոն այն բանի համար, որ նա պիտի գա հանձնի տարածքները, այդ թվում նաև մեղրին, մեղրու ճանապարհը, որի վերաբերյալ 2009 թվականին Խերժո Նարիմանովը հայ-թուրքական արձանագրություններով ամրագրել էր արդեն իսկ ճանապարհային քարտեզը, որի մասին ես բազմիցս ներկայացրել եմ ձեզ, ինչպես նաև ներկայացված էր Վարդանչիկ Օսկանյանի, որը հանդիսանում էր Ռաուֆ Սեիդօղլու ինքը Ռոբիկ Քոչարյանի արտաքին գործերի նախարարը, որը բանակցությունների ընթացքում նաև լրատվականի անմիջական մասնակցությամբ, եւս գտնեմ ձեզ այդ պահն էլ
ձեզ կներկայացնեմ, որ նշված փաստաթուղթը ոչ թե ցանկությունները, ոչ թե տրամադրվածությունները, ոչ թե մտահոգությունները կամ, այլ իրական փաստաթղթերը, որոնց շուրջ էլ ընթանում էր բանակցություններ, որովհետև եթե ազգային ախորը նշված փաստաթուղթը չի ընդունել եւ համապատասխան ընթացակարգ չի անցել, որից է փաստաթուղթ նաեւ չի կարող ընթացիկ լուծում ստանա, չի կարող իրավական համակարգի չանցած ճանապարհով օրինականացվի, ըստ իրենց, էլի, բայց ամեն դեպքում ես նորից եմ ասում, ոչ Խերժոն, ոչ Ռաուֆը, ոչ Քորը, ոչ ես Բոզի տղան, Փաշողլին, ոչ էլ իրենց համակարգերը օրինական չեն, սրանք պետական դավաճաններ են, միջազգային հանցագործներ։ Ձեր իսկ մասնակցությամբ զանգել եմ ԱԱՑ, զանգել եմ 102, դրանց վարչություն, դրանց նախարարություն եւ բոլորը փախել են։ Մտցրել եմ դատախազություն, դատարաններ եւ այլ բոլորը փախել են, որովհետեւ դա 100%-անոց ճշմարտություն է։ Փաստեր են, որոնց դեմ որևիցե մեկը որևիցե ծպտուն չի հանում ու չի էլ կարող անել։ Հիմա անդրադառնանք նշված բարի օր Ժիվան ջան, բարի օր Հովո ջան։ Անցնենք մեր նշված խնդրու առարկայի ներկայացմանը եւ դրա քննարկմանը։ Մի րոպե։ Ուրեմն ինչ է նշանակում արտապատվիրակել, այսինքն լիազորությունները հանձնել։ Հիմա ես այս վիդեոն կմիացնեմ, ու այս վիդեոյի ընթացքում ես կներկայացնեմ սրա խոսքերի արտահայտած, այսինքն բառերի իմաստը եւ դրա ոնց որ ասած վերլուծությունը հնարավորություն կտամ, որ դուք ինքներդ կարողանաք գիտակցել, հասկանալ։ Մի րոպե։ Ներկայություն, որի վրա ոչ մեկ բայց կա մի կարևոր առանձնահատկություն չէ։ Այսինքն հիմա այս համատեքստում դառնում է մի նրբություն, որի վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Հարավկովկասյան երկաթուղու, տիրապետում են այդ տարածքները, երկաթուղիները ամբողջ իրանց տիրապետության ներքո են եւ այլն, բայց Հարավկովկասյան երկաթուղու տիրապետած տարածքի մի քառակուսի միլիմետր տեղ չկա, որտեղ օրինակ Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները սահմանափակված են, որտեղ օրինակ Հայաստանի որևէ պետական մարմնի առնչվող լիազորությունները սահմանափակված են։ Հիմա մի րոպե սկսենք հլա, բացատրելը։ Առնչվող, տեսեք, շեշտում է, որևիցե համակարգի գործողությանը առնչվող, նրա գործունեությունը իրականացվող ընթացակարգում, որևիցե մի գործողությունով արգելափակվի կամ սահմանափակվի։ Հիմա Պոռնիկի ծնունդ, եթե դու լիազորությունները տալիս ես ուրիշին, այդ լիազորությունների տիրապետությունը, վերահսկողությունը, իրականացումը նրա տիրապետության, նրա իրավազորության, իր գրպանում դրածը։ Այդ պոռնիկի ծնունդ, եթե դու տալիս ես իր լիազորությունները, իրան տալիս ես, էլ դու քո մուսռները կամ այլ համակարգերը ոնց կարող է պատահի առնչվեն նրա հետ, կամ քո մուսռնոցը գնասի գիտես ինչ կա, էսի սենց մի արա, սենց արա, սրան մի բռնի, նրան բռնի, արա այդ Բոզի տղա, այդ պոռնիկի ծնունդ, ձեռ ես առնում, ում ես ձեռ առնում, այս իրավական համակարգ կոչվածները, սրանք բոլորը պոռնկա ծնունդներ են, կամ անգրագետ Բոզի տղեկ, կամ անմեղ սունակ պոռնիկի ծնունդ, որովհետև եթե դու լիազորությունները տալիս ես, ոնց կարող է պատահի, նրանք կարողանան, տերը ես եմ, ասում ես իմ զինվորներին եմ բերում, իմ համակարգն եմ բերում նշանակում դու ով ես։
Դու ով ես, որ գաս մտնես տեղ ինչ որ հարց լուծես։ Տվել ես հեսա դոկումենտա, տվել ես, լիազորությունը տվել ես, ինքը ասում է, տեսեք, ուշադիր եղեք։ Հետո նա որ ասում է առնչվի, բնականաբար եթե դու տալիս ես ուրիշին, ոնց կարող է պատահի քո մուսռնոցի հետ, քո ոստիկանություն կոչված համակարգի հետ կամ մեկ այլ համակարգի հետ առնչվի։ Բնականաբար չի կարող առնչվի։ Դրա համար նա չի կարող մուտ գործել նշված տարածք եւ ասի գիտես ինչ կա, էսի սեն չի սենս է, սրան եմ բռնում կամ նրան եմ բռնում։ Հետո սա ինչ էր ասում էր անխոչնդոտ, այսինքն շարժը բեռների տեղափոխումը կարող է պատահի վայնի տեխնիկա է, կարող է զորքաբերում, որևիցե մեկը իրավունք չունի, որովհետև լիազորությունն ու իրավասությունը տվել ես ուրիշի բոզի տղա։ Եթե դու տվել ես լիազորությունները ուրիշի, նշանակում է այդ քո տարածքը չի։ Մի ժամով ես տալի, 100 տարով ես տալի, թե 1500 ժամով ես տալի, դա խնդիր չի։ Արդեն քոնը չի։ Հետո մի րոպե։ Եթե դու ով ես այդ բոզի տղա, եթե դու օրինական չես, դու ոնց կարող ես պատահի նշված պայմանագիրը կամ տրամպլին կոչված են գանդոնը, հա? Ասի գիտես ինչ կա, ես որպես վկա ստորագրում եմ ձեր իսկ ձեր միջև կայացրած համաձայնության փաստը ամրագրելու համար։ Դու ով ես տրամպլին։ Արա այդ բոզի տղա, այդ թուրքի քունված գանդոն էլ դու ես, այդ ջհուդներ։ Հիմա մի րոպե։ Փաստացի տրամպլին կոչվածը գործում է Ամերիկայի դեմ։ Ոչ միայն տրամպլին կոչվածը, այլ նաև գործում է Ամերիկայի դեմ Փաշողլին, Ախմեդը եւ նրանց սպասարկող համակարգերը, որովհետեւ բացատրեմ Վուդրո Վիլսոն իրավարար վճռով Արմենիան Հայաստանը չէ, որի հիմքերը բացի դրանից, մի րոպե, բացի իրավարար վճռոյի, ես հեսա կներկայացնեմ դες տեսագրություններ արբիտրաժնի դատարանի, Ամերիկայի կողմից ճանաչված, կայացած, դելիմիտացիա դեմարկացիա արված, նաև փաստաթղթերը, որոնք ինձ է տրված դատական process-ում, այսինքն ես այդ process-ը անցկացրել եմ, որի հիմքում ընկած պահանջներին սրանք պարտավոր էին պատասխանել եւ պատասխանել են։ Եվ դրա դատավարության process-ը ձեզ բոլորիդ ներկայացրել եմ։ Հիմա փաստացի Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով ամրագրված փաստաթղթերը, մի րոպե, հա, հերթականությամբ ամրագրված փաստաթղթերը, այս պոռնկացիները քսում են քամակներին։ Մի րոպե։ Международный документ 1920 года о включении Армении в Лигу наций. Здесь говорится о включении Республики Армения в Лигу наций предшественник ООН и указано, в каких границах и селом какой территории Лига наций признает независимость Армении. Отчет представлен специальным Пятым комитетом Ассамблеи Лиги наций, который в 1920 году провел демаркацию и делимитацию границ между Арменией и Азербайджаном, о чем сегодня многие забыли. Территория Армянской республики на момент мая 1920 года имеет площадь 70,551 тысячные квадратных километров, 26,130 тысячных квадратных миль. И если предположить, что вилает Иван-Бетлис, Эрзерум и часть Трапезунда будут переданы Армении, то площадь может составить 214 тысяч квадратных километров, 80 тысяч. Մի րոպե, 214 տիսիչ, մի րոպե, 214,000 քառակուսի կիլոմետր, որովհետև այն բոլոր տարածքները, որը ամրագրված է եղել ազգերի լիգայի արբիտրաժնի դատարանի քննարկման, քննության առարկա դարձրած process-ի մեջ, հստակ ասում է, ես չեմ ասում, իսկ դու գիտեք փաստացի,
Եսա գտնեմ ամբողջական կլսեք 1920 թվականին ըստ ներկայացրածի, ըստ արբիտրաժնի դադարանի, որոնք ըստ լրատվական պոռնիկների դա պարտադիր է բոլոր պետություն կոչվածների համակարգերի համար, Հայաստանի Հանրապետություն կոչվածը, որը հանդիսանում է ԽՍՀՄ-ի կցորդը, որը բռնազավթված է եղել 1921 թվականին RSFSR կոչված գանդոնների միջոցով Ստալին, Լենին, ջհուդական կազմի կողմից եւ նաեւ ծախված դաշտանների իշխանություն կոչված համակարգերի առօրս իշխող Արմենիան զավթած Խերժոյի, Ռաուֆի, Քորի, Փաշօղլու եւ բոլոր համակարգ կուսակցությունների հետ համատեղ, որոնք հանդիսանում են ազգի պետության թշնամիները, բայց հիմա ամբողջակա եւ կանցնենք սրանից հետո բացատրականին։ Մի րոպե 1920 года о включении Армении в Лигу наций. Здесь говорится о включении Республики Армении в Лигу наций предшественник ООН и указано, в каких границах и селом какой территории Лига наций признает независимость Армении. Отчет представлен специальным пятым комитетом Ассамблеи Лиги наций, который в 1920 году провел демаркацию и делимитацию границ между Арменией и Азербайджаном, о чем сегодня многие забыли. Территория Армянской республики на момент мая 1920 года имеет площадь 70,551 тысячные квадратных километров, 26,130 тысячных квадратных миль. И если предположить, что вилает Иван Бетлис, Эрзерум и часть Трапезунда будут переданы Армении, то площадь может составить 214 тысяч квадратных километров, 80 тысяч квадратных миль. Вилает Иван Бетлис, Эрзерум, Трапезунд по итогу также были официально признаны частью независимой РА согласно нескольким международным документам. Северский договор 10 августа 1920 года. Հիմա անցնենք արդեն այս բոզի տղայի ներկայացրածի։ Մի րոպե։ Один момент։ Կարողացա ներկայացնել։ Այսինքն, եթե բայց կա մի կարևոր առանձնահատկություն չէ։ Այսինքն, հիմա այս համատեքստում դառնում է մի նրբություն, որի վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Հարավկովկասյան երկաթուղու, տիրապետում են այդ տարածքները, երկաթուղիները ամբողջ իրանց տիրապետության ներքո են եւ այլն, բայց Հարավկովկասյան երկաթուղու տիրապետած տարածքի մի քառակուսի միլիմետր տեղ չկա, որտեղ օրինակ Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները սահմանափակված են, որտեղ օրինակ Հայաստանի որևէ պետական մարմնի առնչվող լիազորությունները սահմանափակված են։ Այսինքն այդ ամբողջ տարածքը Մի րոպե, ուշադիր լսեք։ Առնչվող տարածքը սահմանափակված է, այսինքն տեսեք ինչ ալնում։ Սահմանափակեն, սահմանափակում են, կամ սահմանափակեն դա ուրիշ է, ասում է սահմանափակված են։ Ուշադիր։ Սահմանափակված են, բայց հետո նորից եմ ասում։ Բոզի տղա, եթե դու լիազորությունները տվել ես, այլևս ուրիշի տիրապետության տակ, լիազորությունները, այսինքն բոլոր իրավասությունները, բնականաբար ոչ մուսռը, ոչ դադաղազությունը, ոչ ԱԱՑ-ը, ոչ էլ որևիցե մեկը իրավունք չունի քիթը կողել ընդե, ասել չէ, գիտես ինչ կա, դու սենց կանգնի կամ դու սենց մի կանգնի, կամ ես եմ կանգնում, ես պետք է մտնեմ։ Հիմա մի րոպե, բացի դրանից, տեսեք ինչ է ստացվում։ Առնչվող, նորից եմ կրկնում, որ դուք ձեր ուղեղները լարեք։ Առնչվող, իսկ ով ասեց, որ եթե դու լիազորությունները տալիս ես, նրա իրավասությունները պիտի առնչվի այդ տարածքի հետ կապված բոլոր գործողություններին, հա? Ոնց կարող է առնչվի։ Ինքը բերն է բերան ասում է,
առնչվող, այսինքն եթե չի առնչվում, ուրեմն բնականաբար որևիցե մեկ այնտեղ չի կարող քիթը կողել։ Ասել գիտես ինչ կա, հələ բերդ բացի տեսնեմ դու ով ես, ինչ ես տանում։ Հասկանում եք։ Առնչվող է ասում։ Չի ասում գիտեք ինչ կա, բոլոր գործողությունները կապված այդ տարածքի հետ, հետո նա չի ասում մեր տարածքը, այսինքն նրանը չէ, Արմենիայի տարածքը, նա չի ասում դա։ Երկաթ գիծ ասում, ճանապարհ ասում, բայց չի ասում գիտեք ինչ կա, Արմենիայի տարածքը, Հայաստանի Հանրապետության տարածքը, նա չի ասում դա։ Ասում է երկաթ գիծը, ում երկաթ գիծը։ Այս բոլորը իրավաբանական, քաղաքագիտական տերմինոլոգիաներ են, որոնք մատների մանիպուլյացիաների միջոցով ձեզ ֆռացնում են։ Նորից դնեմ մի հատ ուշադիր լսեք, ամբողջական, եւ հասկացեք այս գանդոնը, ոչ մենակ այս գանդոնը, ամենամեծ գանդոնը, այս գանդոնին ճանաչողներն են, որպես որչապետ, այս գանդոնին ընդունողներն են, որպես որչապետ, այս գանդոնին պաշտպանողներն են, գանդոնների գանդոնը, եւ այս գանդոններն են այս գանդոնին ճանաչողները, դրա վերաբերյալ, դրա հետ գնացող ընտրություններին, որոնք այսօրվա վրա ձևավորում են կուսակցություն կոչվածներ եւ ցանկանում են այս գանդոնի հետ, այս պետական դավաճանի հետ գնալ ընտրության, այսինքն օրինականացնում են այս գանդոնի հանցավոր գործունեությունը հանցակից մասնակից դառնալով բոլոր մեր ազգի, մեր պետության դեմ կատարված հանցագործություններին։ Բացի դա, ճանաչելով Ադրբեջանի գոյություն չունեցող, Թուրքիայի գոյություն չունեցող տարածքները որպես Ադրբեջան, Թուրքիա, в общем, Վրաստան, Ջավախ, Կախրցխա եւ այլն, վերացնում են մեր պահանջատիրությունները։ Այդ դրա համար էլ բոզի տղան ցեղասպանությունը չի ընդունում։ Ոչ միայն դա չի ընդունում։ Չի ընդունել նաև քորը։ Այն լրատվական պուտանկեկը, որ ձեզ մատուցում են, տեսեք ցեղասպանությունը դա չի ընդունում։ Ինչի ցեղասպանությունը մինչև այդ ընդունված էր։ Հարց եմ տալիս։ 1978 թվականին ցեղասպանությունը դատապարտելու մասին որոշում է կայացվում Գերագույն խորհրդի կողմից, որը օրենքի ուժ չի ստանում։ Եվ դրանից հետո այս գանդոնները լրատվական պուտանկեկը քաղաքագյոթերը, որ ասում են անկախացել ենք, բան սուտ են ասում։ Չենք անկախացել։ Նոր պիտի անկախանանք։ 480 ազատագրվենք։ 480,000 քառակուսի կիլոմետր ազատագրվելու խնդիր ունենք մենք։ Մենք չենք անկախացել։ Հռչակում են։ Հռչակագիրը ворի թուղթ է։ Դա արժեք չունի։ Դա փաստաթուղթ չի։ Այդ ո՞նց եղավ։ Դելիմիտացիան, դեմարկացիան 1920 թվականից ՄԱԿ-ը արել է, ամրագրել է, հաստատել է։ Այս գանդոնները չեն ընդունում։ Բա ինչ խեռիս միջազգային, հա։ Հարց եմ տալի, բա ինչ միջազգային։ Որ դուք միջազգայինին բանի տեղ չեք դնում, որ այդ միջազգայինի ասածները արբիտրաժնի դատարանի որոշումը չեք ընդունում որպես իրականություն, որպես փաստ, այդ դեպքում հարցը առաջանում։ Դուք ով եք։ Մի րոպե։ Եթե դուք միջազգային դատարանի խոսել եմ։ Եթե դուք միջազգային դատարանի որոշումը
Չեք ընդունում։ Այդ դեպքում հարցը առաջանում։ Ինչ միջազգային։ Միջազգայինի անունը եք տալիս։ Հիմա անցնենք այս բոզի տղու ներկայացրածին բացատրականին։ Շարունակենք, մի րոպե։ Հանրապետության իրավազորության որտեղ օրինակ Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները սահմանափակված են, որտեղ օրինակ Հայաստանի որևէ պետական մարմնի առնչվող լիազորությունները սահմանափակված են։ Այսինքն այդ ամբողջ տարածքը գտնվում է Հայաստանի։ Այսինքն մի րոպե։ Փաստացի եթե չի առնչվում, բնականաբար չի կարող որևիցե լիազորություն, իրավասություն ունենալ։ Սա է ասում ես բոզի տղա։ Առնչվող, իսկ եթե չի առնչվում, բնականաբար որևիցե մեկը չի կարող որևիցե պահանջ դնել, պահանջել, պարտադրել, հասկացա՞ք։ Այսինքն որևիցե մեկը ամբողջությամբ այս գանդոնը ներկայացնում է ձեզ, որ ծախել է, եւ ծախված է վաղուց արդեն։ Ծախված է արդեն Վզգոյի վախտով, Դեմիրճյանի վախտով։ Այն որ ասում են Դեմիրճյանն ու Վզգոն դեմ էին։ Հիմա անցնենք այդ Սա կշարունակենք նոր։ Ռաուֆինով բերեց, Վզգոնու քորն ասում էր ես եմ բերել, չէ՞։ Լևոն Տեր-Պետրոսյան ձեր գիտակցությամբ։ Բերելը ո՞րն է։ Բերելը գիտեք ինչ կասեմ, ջեբը դնել բերել է, էշի վրա նստոսնել բերել է։ Բայց դու պետություն ես այ գանդոն։ Բերելը ո՞րն է։ Դու ունես սահմանադրություն, սահմանադրական կարգ, որ այդ սահմանադրական կարգը սահմանել ես, պիտի սահմանադրական կարգը ապահովես։ Տեր կանգնես դրան, որովհետև եթե դա ոռի թուղթ է, ուրեմն դու էլ ոռի նախագահ ես։ Ուրեմն դու համակարգ կոչվածները ոռի տերապկաներ է, որ դու ոռի թուղթ ես սարքել քո գլխավոր օրենքը, եւ հիմք տալիս թափտամ վրետ, թափտամ բլդուղդ, պորնիկի ծնունդ, 10 տարվա քաղաքացիություն չուներ սահմանադրությամբ, բա ոնց բերեցիր, ոնց բերեցիր նշանակեցիր նախագահ, հա? Եթե նա իրավունք չուներ անգամ մասնակցություն ունենալ ընտրություններին, դու ոնց ես բերում, ասում ես ես բերեցի, դու ով ես այ գանդոն։ Այդ օրենքները ինչի համար է գրված, բայց միջազգային կոչված պուտանկեքը խիզեն չէին անում։ Այսինքն այն ժամանակվանից ծախված էր, ու այս գանդոններին պետք էր մեկը, որ իրանք որ փողը վեգալել են, կողել են իրաց մամաների ոռը, որպես պետական դավաճան խարանը ճակատներին չդրոշմվի։ Եվ այդ ամենը սլիվանեն, այսինքն լցնեն այդ բերված պորնիկի վրա, որ 30 միլիոն դոլար փող տվեցին, որի Վզգոյի սեյֆից Վահան Շիրխանյանը հանեց 30 միլիոն դոլարը, որ այդ Ռաուֆի ձեռից վեգալել էր, ասել էր բոզի տղա, մինչև տարածքները չհանձնես, փողը չես ստանա, որի համար երկու անգամ տփելով, ծեծելով, ջարդելով, փախավ, գնաց բերեց, այ 27-ի դեպքերը դրա համար էին, որ տակից չէր կարում դուրս գար, դրա համար էս պորնիկը փախավ երկու անգամ էլ Վզգոն գնաց, ծեծելով բերեց, սա է իրականությունը, բայց հիմա ասնենք էս բոզի տղու, կակազելուն, բացահայտելուն, ու շարունակենք, ադին մոմենտ, մի րոպե, լալսեք ոնց է կակազում, լիազորությունները սահմանափակված են, այսինքն այդ ամբողջ տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության իրավազորության եւ Բոզի տղա, եթե սահմանափակված են, ոնց է գտնվում, տեսեք ինքն է ասում, նա դնեմ
Ուշադիր լսեք, հա։ Եթե մարդու Մի րոպե, այս տուֆտան լսեք։ գործել հավասարակշռում, Մալալետկան։ Մի րոպե։ բայց կա մի կարևոր առանձնահատկություն ոստիկանության լիազորությունները սահմանափակված են։ Մի քառակուսի միլիմետր տեղ չկա, ուրեմն դիմությունը բացարձակ Արա գնա այ բոզի տղա է։ որտեղ օրինակ, բայց կա մի կարևոր Լավ, դրանց սկզբից լսենք, չի լավ։ առանձնահատկություն չէ, այսինքն հիմա այս համատեքստում դառնում է մի նրբություն, որի վրա ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Հարավկովկասյան երկաթուղու, հա, տիրապետում են այդ տարածքները, երկաթուղի Ուշադիր մի հատ մի րոպե, հա։ Հարավ Կովկասյան երկաթուղի։ Նա չի ասում մեր երկաթուղի։ Ասում է Հարավ Կովկասյան երկաթուղի։ Այսինքն սա մերը չի։ Հարավ Կովկասյանինն է։ Ինքը պարզ ասում է։ Դուք էլ պարզ լսում եք։ Հարավ Կովկասյան։ Նա չի ասում Հայաստանի երկաթգիծ, Հայաստանի երկաթուղին։ Ուշադիր, ամեն մի բառը նշանակություն ունի։ Այս մանկապիղծ գանդոնները, որի վերաբերյալ հեսա դες փաստերել կներկայացնեմ, ու լուրջ արդեն թեմաները, որ այս մուսռնոց, դադախազնոց, դադավորներ, ազգային նախորի դեպուտանկ եւ այլն, սրանց բոլորին պետք է որները հերթականության 4 տոնածառ կողվի ղժալու ու սատկացվի բոլորին։ Անցնենք, բայց մեր խնդրու առարկային։ Բայց Հարավկովկասյան երկաթուղու տիրապետած տարածքի մի քառակուսի միլիմետր տեղ չկա։ Ուշադիր, տիրապետած տարածքի, երկաթուղու տիրապետած տարածքի, ոչ թե մեր, երկաթուղու տիրապետած տարածքի, ոչ թե Հայաստանի Հանրապետության ճանապարհը, երկաթգիծը երկաթուղին, ուշադիր, երկաթուղու, այդ բանի երկաթգիծը, որը մերը չի այլևս, ուշադիր եղեք, որտեղ օրինակ Հայաստանի Հանրապետություն չի դարձնում։ Հարավկովկասյան երկաթուղու, հա, տիրապետում են այդ տարածքները, երկաթուղիները ամբողջ իրանց տիրապետության ներքո են եւ այլն, բայց Հարավկովկասյան երկաթուղու տիրապետած տարածքի մի քառակուսի միլիմետր տեղ չկա, որտեղ օրինակ Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազորությունները սահմանափակված։ Հիմա եթե դա Հարավկովկասյան երկաթուղին է, երկաթգիծն է, քո մուսռը ում խերի գլոխն է, այ գանդոն, որ քիթը կողինդե ասի գիտես ինչ կա, սենչին հենց է։ Արեք մտցուց լուրջ իրար հետ խոսենք էլի։ Ասում են նրա տարածքում, չի ասում մեր տարածքում։ Երկաթգծի տարածքում Հարավկովկասյան երկաթգծի տարածքում նա շեշտում է դա։ Այսինքն այդ երկաթգիծը Հարավկովկասյան մերը չի։ Շարունակի։ Որտեղ օրինակ Հայաստանի որևէ պետական մարմնի բան առնչվող լիազորությունները սահմանափակված են։ Այսինքն տեսեք նորից եմ կրկնում։ Առնչվող, բնականաբար եթե դա քո տարածքը չի, Հարավկովկասյան երկաթուղու տարածքն է, քո մուսռտով անդե մտնի։ Քո համակարգ կոչվածներում խերի գլոխն է, որ հանգարցակի ինտեղ մտնեն ասեն սենչին հենց է։ Բնականաբար որևիցե մեկն է այդ լիազորությունները չունի, որևիցե բան պարտադրելու։ Այսքանը ինքն է իրա բերնով ասում։ Ձեզ մատուցում։ Բայց հիմա այստեղ հարցեր առաջ գալիս։ Բայց դադաղազություն, ԱԱԾ-ը, ազգային ախորը, կուսակցություններ են, դրանք ում խերի գլոխներն են, հա? Մի րոպե։ Լես գանդոնին մատ ավարտենք։ Բան առնչվող լիազորությունները սահմանափակված են։ Այսինքն այդ ամբողջ տարածքը
գտնվում է Հայաստանի Հանրապետության իրավազորության եւ ինքնիշխանության ներքո։ Լսեք ինչ է ասում։ Մի րոպե, ասում է այդ ամբողջ տարածքը, չի ասում Հայաստանի Հանրապետության տարածքը, լսում եք արա։ Կամ եթե Հայաստանի Հանրապետության տարածքը ալնի, խի պետք է դու ինչ որ դա քննարկման առարկա դարձնես, հա։ Ասում է այդ ամբողջ տարածքը չի ասում Հայաստանի Հանրապետության տարածքը, ասում է մուսորների իրավասության մեջ է, այ ոռատու, որ դու այդ լիազորությունները տվել ես արդեն ուրիշի, դա ուրիշի տարածքն է, ոնց կարող է պատահի քո նման գանդոնը, քո նման անգրագետ գյոթը, քո իրավական համակարգ կոչվածների գանդոնները որևիցե լիազորություն իրավունք ունենան, քիթները կողեն ընդ Արա ուշադիր լսեք այդ շատլախներ, այ անգրագետ գանդոններ, ուսա իրավաբան կոչվածները, ուսա դադախազություն կոչվածը, ԱԱՏ կոչվածը, հանդիմություն կոչված կալերի գանդոնները, խիվը որևիցե մեկը բա դադախազություն չի մտցնում, ես մտցրել եմ, որ 1991 թվականի ծախված է, խի չեք գալի բա տեր կանգնում, հա? Մտցրել եմ մեր պահանջատիրությունները 21 թվականի, այն օրը նայում եմ Մատ կալերի գանդոնի բեր են նստացրել են, մենք 1921 թվականի վերաբերյալ ամպորինի Կարսիմորսկվայի պայմանագրերի վերաբերյալ գանգատ ենք ուզում մտցնենք, մտցրել եմ ժաշտամ վրները, բախի տեր չեք կայնում, հա, 2000 թվից մտցրել եմ, խիտեր չեք կայնում բա, այդ հայ-թուրքական արձանագրությունները, այդ ճանապարհն էլ խերժոնա, վերահաստատել, վավերացրել, սա էլ է վավերացրել, ոչ թե սա ստորագրել է, չի ստորագրել է, վավերացրել է, վերահաստատել է, հիմա ամբողջությամբ լսենք, հետո անցնեմ մնացած հարցերի, Այսինքն, եթե ոչ առնչվող լիազորությունները սահմանափակված են։ Տեսեք ինչ ասում, սա տարանջատում է, լսում եք, առնչվող, սահմանափակված են, առնչվող իրավունքները սահմանափակված են, որովհետև այդ տարածքը մերը չի, ծախել այս գյուտը, բայց դա որևիցե իրավական հիմք չունի, ոչինչ է, որովհետև այս գանդոնը, բոզի տղա է, թուրքի քունված գանդոնը, հաղորդումը հիշում եք, չէ, սրա մերը թուրքա, սրա հերը Էլչիբեյնա, սրա մորը Էլչիբեյնա քուն է, թուրք մորը 13 տարեկանում քունել է Էլչիբեյը, ու տեսեք հասարակ բան, ես անդրադարձ եմ կատարել նաև Խերժոյին, Ռաուֆին, Քորին, Փաշօղլուն, սա բոլորին իրար հետ ու համակարգ կոչվածներին, սրանք բոլորը թուրքական պապաներ ունեն,